Աստիճանները դիմաց են, մեծ գործում են, ներքև են։ Օրհնյալ դեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ երգինս ես, Սուրբ Եղիցյանն քո, եկես թե արքայություն քո, Եղիցին կամ քո, որպես երգինս եւ երկրի, ըսած մեր հանապազոր, դուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողում մերոց պարտաբանած, եւ մի տանիր մեզ իփոխություն, այլ կրկյաց մեզ չարեր, Զիքոյ արքայություն և զորություն և փառք Հավիտյանս ամեն, զգործս ծերած մերոց ուղի ғարայի մեզ Տեր և զգործս ծերած մերոց հաջողյա մեզ ամեն։ Ազան երաշնոր ազան հայր, ազան հայրեր, արգելի հանդեսի մասնակիցներ, Թույլ տվեք մեր ցուցահանդեսը բացել։ Հոգի և մարմին ցուցահանդեսի կազմակերպման գաղափարը ինձ մեր աղոց է ես կրում և օրերից մի օր երբ հանդիպեցինք Սրբազան օր հետ, ես այդ մասին հայտնեցի նրան և ոչ միայն Ազանը հավանություն տվեց, այլ իր ոգևորությամբ ոգևորեց նաև ինձ և ահա մենք կազմակերպեցինք մեր այս ցուցահանդեսը։ Հոգի և մարմին ցուցահանդեսը ունենալու է շարունակություն։ Սա ցուցահանդեսների շարք է, որը ծրագրվում է մինչև 2001 թվականը։ Այս անտրանիկ ցուցահանդեսը մենք նվիրել ենք Հիսուս Քրիստոսի ծննդյան սուրբ տոնին։ Ցուցահանդեսին մասնակցում են հայ ժամանակակից կերպարվեստի տաղանդավոր մի խումբ տաղանդավոր արվեստագետներ, որոնց աշխատանքները դուք արդեն ծանոթացաք և որը ես ծանոթանալու առիթ կունենաք։ Ինչպես ես ասացի, այս ցուցահանդեսը ունենալու է շարունակություն և ծրագրված է ապրիլ ամսին ավելի մեծ ցուցահանդես կազմակերպել, որի համար դուք նաև անպատճառ ունենաք ինֆորմացիա։ Այժմ ես ուզում եմ խոսքը տրամադրել Գարեգին արքեպիսկոպոս Քրիստոսյանին։ Անչափ
ուրախ եմ այստեղ այս ցուցահանդեսի բացմանը ներկա լինելու եւ այսքան հոց բազմություն այցելուներ մեր առաջնորդարանի հարկի տակ տեսնելու, ողջունելու եւ առաջին իղձը եւ ցանկությունը դա անշուշտ առնչված է նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան այս կրկնակ տոների հետ, որոնց կապակցությամբ ես ցանկանում եմ բոլորիդ շնորհավորել եւ իմ ամենաջեր բարեմաղթանքները դրել ձեզ ամենքին։ Արարատյան թեմի առաջնորդարանի հարկի ներքո կարծեք արդեն ավանդություն է դարձել, որ մենք Սուրբ Ծննդյան զատկի եւ այլ կրոնական տոների կապակցությամբ առիթով նման ցուցահանդեսներ են կազմակերպում, ուր ներկայանում են մեր ժողովրդի արվեստագետ զավակունք իրենց ստեղծագործական արդյունքներով, իրենց աշխատանքներով մեզ ոգևորում, խանդավառում եւ ուրախություն պարգևում։ Այսօր նույնպես ինչպես արդեն ասվեց, հոգի եւ մարմին, ուրեմն այդ վերտարությամբ կազմակերպված անդրանիկ ցուցահանդեսն է առաջնորդարանի հարկի ներքո, որը իրականացվել է վերնատան նախաձեռնությամբ եւ մեր օրհնությամբ, աջակցությամբ եւ ուրախ եմ, որ հոգի եւ մարմին այս վերտարությամբ կազմակերպվող, անցկացվող ցուցահանդեսները պիտի շարունակություն ունենան եւ ոչ միայն Արարատյան թեմի առաջնորդարանի հարկի ներքո։ Մեզ համար ուրախալի է, խանդավառող, ոտեպնդող տեսնել, որ մեր ժողովրդի զավակում, մեր արվեստագետները ներշնչվում են, ըմբում են ակունքներից Քրիստոսի Սուրբ Ավետարանի, մեր կրոնական տոների, ավանդույթների, պատումների եւ նոր մարմին, նոր զգեստի ներքո, ուրեմն այդ պատմությունները, այդ պատումները զգեստավորելով, նոր մարմին հագցնելով, տալով ներկայացնում են մեր ժողովրդի զավակած։ Ես վստահ եմ, որ նման աշխատանքների իրագործումը ոչ միայն նոր եռան, նոր խանդավառություն, նոր ոգևորություն, հոգու մաքրություն է պարգևում արվեստագետին, ստեղծագործողին, այլ նաև նրանք նպաստում են, որպեսզի յուրաքանչյուր դիտորդ կարողանա հաղորդակցվել եւ նաեւ իր հոգին մաքրել, ներշնչվել, առնչվել այդ պատմությանը, այդ լույս ակունքներին, որոնցից ծնունդ է առել եւ որոնցից ծնունդ է առել տվյալ գործը։ Այս առիթով ես ուզում եմ շնորհավորել բոլոր մասնագիծ արվեստագետներին եւ ցանկալ նրանց առավել ներշնչում, ցանկալ նրանց Աստծո օրհնությունը եւ օգնականությունը, որովհետեւ բեռնավոր լինի առաջիկա 1996 տարին իրենց համար եւ իրենց գեղեցիկ ստեղծագործություններով կարողանան շատ ու շատ հայորդյաց եւ նաեւ օտարների ուրախացնել եւ երջանկություն պարգեւել ճիշտ այնպես, ինչպես այս պահին մենք ենք այդ ապրումների, այդ ուրախության ու ցնծության մեջ։ Աստված փողոցնի այս ձեռնարկը, այս միջոցառումը եւ բարի երթ մաղթենք ու հաջողություն։ Այս առիթով ես կուզեմ իմ խորին շնորհակալությունը հայտնել նաեւ մեր սիրելի հայ սուրբերին, որոնք Մայրաթոր Սուրբ Էջմիածնից այստեղ են, մասնակցելու բացման այս ցուցահանդեսի եւ թերևս եթե ցանկան
հայրվազգեն և նորոք ձեռնադրվյալ, ուրեմն նոր ձեռնադրված մեր Արծրուն Սարգսակը, որի ափեղայական անունը Դակավին հայրդերենիկ, այո, Դակավին չենք յուրացրել, ուրեմն այստեղ են քարոզչական գործունեություն են ծավալում, թեմերից ներս Մայրաթոր Սուրբ Էջմիածնում վեհապար հայրապետի կողմից ուրեմն կազմակերպված քարոզչական կենտրոնում։ Մենք ուրախ ենք այս սուրբերին ողջունելու այստեղ։ Խոստումի Վարուժան Վարդանյան։ Տասնամյակներ առաջ դրանից, երբ քրիստոնեական թեմատիկայով Քրիստոսի մեր սուրբ օրը Աստծուն նվիրված կտավներ էի նկարում, երկավառում ապրելիս, չէի կարող մտածել, որ կգա մի օր, երբ այսքան մեծ խանդավառությամբ մեր կերպարվեստագետները կանդրադառնան դարերով իսկ անդրադարձված այդ թեմային, մեր Սուրբ Ավետարանին և կստեղծեն նմանատիպ հետաքրքիր և արժեքավոր ստեղծագործություններ։ Այնքան հզոր է Ավետարանի ուժը, այնքան մեծ է նրա մեջ եղած լույսը, որ նույնիսկ սովորական ոչ մեծ տաղանդի տեր արվեստագետը, երբ անդրադառնում է այդ լույսին, այդ ոգուն, նա ստեղծում է հետաքրքիր ստեղծագործություններ, հետաքրքիր արժեքավոր կտավներ, քանդակներ և ուրիշ գործեր։ Ինձ համար անչափ նշանակալից մի օր է այս օրը։ Մենք անհամբերությամբ սպասում ենք Հայաստանում քրիստոնեության որպես պետական կրոնի ընդունման 1700-ամյակին և ես կարծում եմ, որ այս իրադարձությունը ստեղծված Արարատյան թեմի առաջնորդարանի կողմից այն սկիզբն է, որը մեզ տանելու է դեպի այդ բարձրագույն տոնակատարությունը և պետք է, որ մեր կերպարվեստագետները, ես համոզված եմ, շատ լրջորեն, շատ փողուն կերպով նախապատրաստվեն դրան, այդ մեծ տոնին, որին ես կարծում եմ պետք է ամբողջ աշխարհի քրիստոնեությունը մասնակցի, ամենից ամբողջ քրիստոնեական աշխարհը մասնակցի, և այս փոքրիկ գողտրիկ ցուցահանդեսը հենց սկիզբն է այդ մեծ տոնական արարողությունների, և ինձ թվում է, որ այդ ցուցահանդեսները նույնպես կնպաստեն, որ մեր Տիրոջ աչքը ավելի բարի լինի մեր ժողովրդի վրա, որը շատ տառապանքներ է կրել և այսուհետ գոնե այդ տառապանքների փոխարեն Աստծո ուրախությամբ և Աստծո հովանավորությամբ պետք է ուրախանա և երջանկանա։ Ավելի բարեկամներ, իդեպ մեր ցուցահանդեսը այս դահլիճում չէ միայն, այս տաղում չէ, մեր ցուցահանդեսը սկսվում է Աստծանավանդակից, որտեղ ներկայացված է, ես ինչու եմ ասում, որովհետև այդ նկարը դուրսն է, ձեր ուշադրությունը գրավել, այնտեղ ցուցադրված է եռանկարը, ծանվել Մարությանի խորհրդավոր ընթրիք մեծակտավ աշխատանքներ, այնպես որ խնդրում եմ նաև ուշադրություն դարձնել։ Ես ուզում եմ նաև հեղինակներին ներկայացնել մեր մասնակիցներին, ովքեր են ներկայացված այս ցուցահանդեսին։ Մաչիկ Աբրամյան, նկարիչ, Անատոլի Գրիգորյան, նկարիչ, Վաղարշակ Արամյան, նկարիչ, Գագիկ Բադալյան, նկարիչ, Սամվել Սաղաթելյան, նկարիչ, Սամվել Մարության, նկարիչ, Վարուժան Վարդանյան, գիտեք, Վահրամ Հարությունյան, նկարիչ, Անատոլի Ավետյան, նկարիչ, Վահրամ Հովակիմյան, քանդակագործ և Գարեգին Դավթան, քանդակագործ։ Այնպես որ երկու քանդակագործներ, 10 գեղանկարիչներ ներկայացված են ձեր ուշադրությանը։ Խնդրեմ, կարող եք արդեն նայել և ծանոթանալ նկարիչների հետ։ Ցուցահանդեսը համարում ենք բացված։
գալ դուրս սեղանի եւ շամպայն գինի